Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ եւ տեղափոխվում ենք նորաձևության աշխարհ։ Մեր այսօրվա երկրորդ հյուրը մոտ 8 տարի է, ինչ աշխատում է հագուստի եւ նորաձևության ոլորտում։ Ներկայումս աշխատում է ոճաբան, մերչենդայզեր 15-ից ավելի բրենդներում։ Վարում է նաեւ ինֆորմատիվ բլոգ ոճային հագնվելու մասին։ Սակայն լինելով այս ոլորտում միշտ սիրել է ուսուցանել իր ստացած գիտելիքներն ուրիշներին եւ շնորհիվ այդ ամենի իրականացնում է դասընթացներ մերչենդայզինգ մասնագիտության մասին։ Եվ ինչպես նշեց Սոնան, մեր հյուրն է նորաձևության ոլորտի մասնագետ ոճաբան մերչենդայզեր Աբրահամ Մուրադը։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Լավ, ես այստեղ այդքան էլ նորաձևությունից մեծ պատկերացումներ չունեմ, այնպես չի որ չեմ հետևում, բայց ինչ է նշանակում նորաձևության ոլորտի ոճաբան, մերչենդայզեր, մի քիչ բացենք այս նոր անունները եւ հետո արդեն հասկանանք։ Տեսեք, առհասարակ նորաձևության ոլորտի մասնագետները կարող են լինել եւ էքսպերտներ, հա, որոնք որ ուսուցանում են նորաձևությունը, ոճագիտություն, գոնագիտություն եւ կան ինֆորմատիվ, հա, ոճաբաններ, որոնք ուսուցանում են եւ մերչենդայզինգը, հա, իրենից ինչ է ներկայացնում եւ արդեն դրանից ելնելով գալիս է ոճաբանությունը։ Իմ պարագայում ես որպես մերչենդայզեր ոճաբան ուսուցանում եմ երկուսը համատեղ, այսինքն եւ կարողանում ենք ճիշտ հաճախորդին խորհուրդ տալ որպես ոճաբան, գտնել իր ուրույն ոճը եւ կարողանում ենք մերչենդայզի հիմունքներով դասակարգել խանութ-սրահների ճիշտ տեղադրումը, հա, ապրանքանիշներով։ Ինձ հետաքրքիր է մի քիչ հետ գնալով հասկանանք ոնց ընտրեցիք այս մասնագիտությունը, որքան ժամանակ է որ հետաքրքրված եք նորաձևությամբ, դա մանկությունից եկած հոբի է, թե ավելի հասուն տարիքում։ Իրականում մանկությունից եկած հոբիներից գլխավորը նկարչությունն էր, հա, գեղանկարչությունը, երբ որ ես որոշեցի, որ պետք է ուսման հետ կապված այդքան էլ խորքային չդարձնեմ իմ գիտելիքները եւ տեղափոխվեմ արվեստի աշխարհ, հա։ Թեպետ դպրոցական տարիներում շատ սիրում էի, հա, եւ աշխարհագրությունը եւ մաթեմատիկան լինելով մանկավարժի ընտանիքի երեխա, այդ ամենը ինձ համար շատ կարեւոր էր, բայց ընտրեցի արվեստի ճյուղը, հա, գեղանկարչությունը։ Այնտեղ սովորելուց հասկացա, որ մի փոքր ինձ այդ ամենը փակում է, սեղմում է եւ պետք է ավելին առաջ գնալ։ Ավարտելով գեղարվեստի, հա, բաժինը, ես որոշեցի, որ պետք է փորձեմ քայլերս դեպի նորաձևություն։ Երևի թե ամենաառաջինը քայլերը եղել են մանգո խանութ սրահում, հա, որպես սկզբնական շրջանում որպես վաճառախորհրդատու, հետո դառնալով մերչենդայզեր եւ այդպես շարունակելով արդեն մասնագիտությունը։ Ինչպես ասում են Կոկո Շանելը, նորաձևությունը այն է, ինչը որ ձեզ համար հարմար է եւ ձերն է հենց։ Դա արդեն ձեր նորաձևությունն է։ Իհարկե։ Այսօր մի քիչ խանութները բերում են ամենահետաքրքիր հագուստները, ամենապես սկանդալային կամ չգիտեմ, ամենադասական եւ այլն, բայց հետո կանգնում են մի խնդրի առաջ, որ այդ հագուստները չի վաճառվում։ Ինչն է պատճառը։ Պատճառն այն է, թե այդ ամեն ինչը մեզ համար օտար է եւ խորթ է, թե պատճառն այն է, որ ճիշտ ձևով ներկայացված չի։ Ինչքանով այսօր կարեւոր խանութներում հագուստի ներկայացնելու ձևը։ Տեսեք, այդ ամենագլխավոր հարցերից մեկն է, ցանկացած սրահներում մենք կարող ենք, երբ որ մտնում ենք, եթե այդ ապրանքանիշը ճիշտ ցուցադրված է լինում, ճիշտ տեղում է լինում, մենք անձեն աշխով էլ իրեն նկատում ենք, հա, այսինքն մերչենդայզինգի գործոնը դա է, ճիշտ ապրանքանիշը տեղադրել ճիշտ տեղում, հա, դասակարգել ճիշտ պրոդուկտների։ Բայց խնդիրներ են լինում, երբ որ ապրանքանիշները այնքան շատ են լինում, որ մենք չենք կողմնորոշում, հա, դրանք գալիս են, երբ որ մենք շուկայականում տեսնում ենք թրենդներ, որը սենց կուտակվում է մի տեղում եւ մենք չենք կարողանում դրանցից հասկանալ, որը ընտրենք։ Լինում են խանութներ, երբ որ դրանք ֆրանչայզինգով չեն, այսինքն շուկայականից ներմուծված են թե արտերկրներից, հա, Չինա, Մոսկվա, թե Թուրքի, այդ տարածքներում հիմնականում խնդիրը այդպես ավելի շատ է։ Երբ որ ես միշտ ասում եմ իմ գործընկերներին, երբ որ հավաքվում է թրենդ, դառնում է անտիտրենդ։ Մենք չենք կարողանում ճիշտ կողմնորոշվել, բայց եթե ապրանքանիշները ճիշտ դասակարգված են լինում իրենց տեղերում, մենք կարողանում ենք մեր Ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել ապրանքանիշը ներկայացնելու համար, որովհետև առաջինը աչքը գրավում է այն ինչ որ տեսնում ենք, հետո նոր ենք մտնում խանութ ու տեսնում մյուս արդեն տեսականը։
երևի թե սրահ մտնելից ամենակարևորը գալիս է կոկիկությունը, հա, դիմապակիներին կարելի է ուշադրություն դարձնել, թե ապրանքանիշների որ տեսակն է այնտեղ ցուցադրված, հա, թրենդային, թե բազային, ըստ դրանով գունային ակցենտներով հասկանալ սրահի որ մասում կարելի է օգտվել, հա, որտեղից սկսել։ Լինում են, որ տարբեր են լինում, հա, հետևելով թրենդերին մենք միանշանակ նախընտրում ենք, ցանկացած մարդ նախընտրում է, հա, ինչ որ հետարքիր գունային ակցենտներով, բայց պետք է մի փոքր գնումներ կատարելիս չշտապել, ընտրել այնպիսի product, որ դու կարող ես քո զգեստապարանին համապատասխանեցնել մնացածը։ Եվ գնահատելով արդեն մեր հայրենակիցների հետաքրքրվածությունը նորաձևության աշխարհում, ես կարծում եմ վատ չէ, որովհետև նկատում եմ, որ նույն street art-ը այսօր մեզ մոտ այսպես street style, երբ որ փորձում ենք գտնել օրինակ TikTok-ում կամ Instagram-ում նկարներ փողոցում արված, բավական հետաքրքիր կերպարների ենք հանդիպում, ինչը այսպես շատ հաճելի է։ Եվրոպայում երևի այդքան հետաքրքիր երբեմն չհանդիպենք, որքան Հայաստանում։ Ձեր մասնագիտական գնահատականը։ Իրականում ձեզ այսպես ասեմ, ելնելով ոլորտի մասնագետ, ես կարող եմ հավաստիացնել, որ մեր երկրում երևի թե կրկնակի ավել լավ են հագնվում, հա, մեր երիտասարդները, թե տարեցները, անգամ ուշադրություն են դարձնում այսօր տարեցները ոչ թե հարմարավետության, այլ նորաձև լինելուն։ Եվ դա շատ ողջունելի է, հա, մեր հարևան երկրներից ելնելով, ինձ թվում է մենք եւ Վրաստանը շատ ավելի նորաձև ենք հագնվում, քան թե եվրոպական մեկ այլ երկրներ։ Քանի որ իրանց մոտ գալիս է կոմֆորտը, իսկ մեզ մոտ գերակշռում է նորաձևությունը։ Ինչից է, որ մի քիչ թիթիզ ենք դրանից, հա, թե։ Երևի թե համ թիթիզ ենք, կամ սիրում ենք ուշադրության կենտրոնում լինել։ Մենք հայերս սիրում ենք, չէ՞, այդպես ամեն ինչում ուշագրավ լինել, չգիտեմ, փորձել լավը ընդունել, կրկնօրինակել, դա շատ ետ չմնալ, դա շատ կարևոր պայման է մեզ մոտ եւ երևի թե դա է գլխավոր գործոնը։ Աբրամ ջան, ամենատարածված սխալները, որոնք ներվայնացնում կամ նյարդայնացնում են ձեզ։ Երևի թե գույների ոչ ճիշտ ընտրությունը եւ ոչ ճիշտ product ընտրելը, հա, լինում են երիտասարդներ կամ չգիտեմ 40+ տարիքի մարդիկ, ովքեր որ ընտրում են ոչ համապատասխան հագուստ։ Կարող է լինել, հա, օրինակ վերենք պիջակների մասով, երբ որ ընտրում են նեղ, ընդգծված որովայնի հատվածով, բայց իրանք հաշվի չեն առնում, որ իրենց կազմվածքը դա իրեն արդեն թույլ չի տալիս։ Եվ ակցենտավորված գույներ, հա, օրինակ, եթե աշուն է, իրանք մտածում են, որ պետք է կրեն վառ դեղին կամ վառ կանաչ, չմտածելով, որ դա արդեն պետք չի, զգեստապանում չպետք է օգտագործել այդ գույները, քանի որ արդեն գալիս է մուկ ինտենսիվ գույների սեզոն եւ օգտագործել ավելի համահունչ երանգներ։ Դա հիմնական խնդիրը մեզ մոտ երևի թե։ Բալենսիագան 80 տարի առաջ չէր էլ կարող պատկերացնել, որ իր ստեղծած դասական կոստյումների կամ դասական ոչ այսօր կվերածվի խելահեղության, ինչը որ հիմա ներկայացում է իր տան կողմից, հա, այսինքն նորաձևությունը սկսվեց դասականության ու այդպես ընդգծելով ամեն ինչ եւ բերելով, հա, նորաձևության հեղափոխության, այսօր այդ ամենը դարձավ, չգիտեմ, ինչ որ խելահեղ օդ կուտյուր հագուստների, որոնք երբեք առօրյայում չես կրի կամ ինչ որտեղ։ Միայն դա ցուցադրվում է, եթե տեսնենք Բալենսիագայի վերջին ցուցադրությունները, կհասկանանք, որ ուղղի սահմանից դուրս են ամեն ինչ որ ներկայացվում։ Իրականում տեսեք, եթե օրինակ ենք բերում Բալենսիագայի հետ կապված, Բալենսիագան միակ վերջին կուտյուրային բրենդն էր, հա, որ ամբողջ համաշխարհային շուկայում ներկայացում էր, անգամ Կոկո Շանելն էր, հա, դա փաստում, որ Բալենսիագան միայն վերջին դիզայներները, որ կարող էր ստեղծել կուտյուրային հավաքածու։ Բայց ներկայիս Բալենսիագան շատ է շեղվել իրական Բալենսիագայից, քանի որ արդեն գալիս են այնտեղ մեծ oversize հագուստները, իսկ դրանք արդեն փաստացի շատ հեռու են իրական կերպարից, հա, բրենդից։ Իսկ ցանկացած բրենդի դնթն ամեն տասնամյակը մեկ փորձում է կրկնօրինակել եւ ստեղծել նորովի։ Մեր շուկայում տարբեր են, հա, մեր դիզայներական աշխատանքները, դիզայներների աշխատանքները, դրանք շատ տարբեր են։ Եվ քանի որ վերջին շրջանում նկատում եմ նաև, որ բլոգինգում շատ ակտիվ ձեր քայլերն եք անում եւ փորձում եք օգնել մարդկանց ճիշտ համադրություններ անել, ճիշտ զգեստներ ընտրել, ճիշտ հագուստ համադրել, հետաքրքիր է այս մասով մեր հայկական իրականությունում որքանով է բացը շատ եւ դուք ինչ նպատակ ունեք բացի նրանից, որ օգնել մարդկանց ավելի գրագետ հագնվել, այլ ինչ նպատակ ունի ձեր նոր կոնտենտը։ Տեսեք, քանի որ Get Ready աստվածը, հա,
պատրաստվիր ինձ հետ ասվածը այսօր շատ արդիական է, հա, եւ ոչ միայն հայկական շուկայում, այլև ամբողջ աշխարհում, բայց մենք փորձում ենք ոչ իրական ձևով, հա, այդ ամեն ինչը ներկայացնել, հա, մասնագետներ կան, հա, բլոգերներ կան, որ դա ներկայացնում են իրենց ձևով, իրենց ձևաչափով, բայց եթե այդ ամեն ինչը ներկայացնում է մասնագետի կողմից, մեկ այլ պատկեր է, հա, այդ ամեն ինչը ստանում։ Եթե մենք վարենք պարզապես, օրինակ պատկերացրեք, ես եթե վարեմ food blog, դա ինձ մոտ այդքան լավ չի ստացվի, քանի որ ես այդ ամեն ինչի մասնագետը չեմ, այդ ամեն ինչի կրողը չեմ։ Եվ այստեղ գալիս է գլխավոր պայման, ցանկացած մարդ պետք է վարի, հա, իր մասնագիտության համապատասխան կոնտենտ։ Կոնտենտում ես փորձում եմ ոչ թե միայն ցույց տալ, թե գեղեցիկ եմ հագնվում, թե ոչ, այլ փորձեմ ճիշտ այդ ամեն ինչը մատուցել, հա, որ կարողանա տվյալ հետևորդը համ կամ նայողը դիտողը պատկերացում կազմի, թե ինչ է իրանից ներկայացնում հագուստը ճիշտ համադրելը։ Այնտեղ կան բազային հագուստներ, այնտեղ կան պրինտներ, այնտեղ կան գույներ, ֆակտուրաներ, որոնք որ շատ անգամ շեղվում են, հա, կոնտենտների մեջ։ Օրինակ Լիոնից հագուստը համադրում են Կաշվե Բաչկոնի հետ, որը որ բացառապես իրար հետ կապ չունեցող պրոդուկտներ են, հա, կամ գործվածքը համադրում են Լիոնի հետ նույն տարբերակով, որը էլի որ անհերքելի է, չի կարելի այդպիսի համադրություններ անել։ Ինչքան էլ որ գունային акցենտը մոտ է լինում, պետք է այդ ամեն ինչի մոտենալ ավելի զգուշորեն։ Եվ խոսենք նաև հայկական նորաձևությունից, որովհետև ի ուրախություն բոլորիս այսօր շատ են դիզայներները մեր իրականության մեջ, լոկալ դիզայներները եւ ինչ սխալներ են նրանք անում ըստ ձեզ եւ ինչի վրա պետք է ավելի շատ շեշտը դրվի։ Տեսեք, նախ շատ ողջունելի է, որ մեր նորաձևության ոլորտի մասնագետները շատ են, ավելի շատանում են, հա, որպես դիզայներներ, որոնց պետք է նաև սատարել, հա, բայց այստեղ գալիս է երկրորդ պայմանը, որ բացի դիզայներ լինելուց պետք է դու կարողանաս ճիշտ մատուցես քո ստեղծածը, թե կրթության հետ լինելով, հա, դիզայներներ կան, որոնք որ անգամ չեն կարող պատկերացնել, որ իրենց արած աշխատանքում կիքսեր կան, հա, չգիտեմ, այնտեղ լեկալ չեն կարողանում օգտագործել, հա, լեկալի ճիշտ գծելը, հա, գունագիտության հետ կապված խնդիրներ ունեն, չեն կարողանում ճիշտ պատկերացում կազմեն, որ, չգիտեմ, ինտենսիվ կապույտը, հա, նույն էլեկտրիկ կապույտը չպետք է համադրել մեկ այլ ինտենսիվ գույնի հետ, եթե իր մեջ չի պարունակում այդ գունային գամման։ Եվ այդպիսի շատ խնդիրներ են հանդես գալիս, բայց ինձ թվում է շատ ավելի ողջունելի է, որտեղ տարու վրա ավելի են շատանում գեղեցիկ աշխատանքները, օրինակ մեկ շաբաթ, երկու շաբաթ առաջ, երբ որ Fashion Week-ներ, ինչքան գեղեցիկ աշխատանքներ ներկայացվեցին, ինչքան հետաքրքիր կերպարներ բացահայտվեցին բոլորի կողմից, եւ դա շատ ողջունելի է։ Շնորհակալ ենք ձեզ, որ այս առավոտ կիսվեցիք այս կարևոր ինֆորմացիայով մեզ հետ, որովհետև նրանք ովքեր հետևում են նորաձևությանը, համոզված եմ նրանց համար շատ կարևոր է այս ամենը եւ նաեւ իմանալ են նրբությունները, որոնք շատ հաճախ անտեսվում են եւ բերում հետաքրքիր իրադարձություններ։ Ուզում եմ ձեզ նվիրել սափորը, որը էլի շատ նորաձև է Իջևանի գինոգործարանի կողմից եւ շատ գեղեցիկ շիշ է այստեղ եւ այնտեղի գինին շատ համեղ է։ 4 կարմիր գինի ինչը կարող է ավելի հետաքրքիր դարձնել ձեր օրը եւ նվիրում եմ ձեզ բացիկ արև բացիկները, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Հենց այդպես էլ կոչվում է սիրում եմ, իսկ ներսում էլի Հայկոյի խոսքերն են, ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի սիրելի։ Սա նվիրեք ձեզ համար հարազատ մարդու։ Այնպես որ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ շատ։ Հիմա ժամանակը սահմանափակ է, բայց Աբրահամ Մուրադի էջին կարող եք հետևել Instagram-ում եւ ավելի շատ խորհուրդներ նորաձևությունից կգտնեք այնտեղ։ Իսկ մենք հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամ փոփայենք այսօրվա առավոտը։